որ ոչ բարով է իշխանությունները ռեպրեսիոն ամբողջ համակարգը գործի են դրել եկեղեցու արշավի շրջանակներում, հարվածում են եկեղեցին, դա սինխրոն այդ ամեն ինչը արվում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուկի Խաշազադեի անմիջապես խոսքերից հայտարարություններից հետո գործի է անցնում չգիտեմ էլի 37 թվի գործիքակազմով Բերիայի ոճով, բոլշևիկյան ոճով ոնց որ անում էին 37 թվին, այդ նույն ոճով այս գործն դրա շրջանակներում, այսինքն ադրբեջանական տանդեմի, ադրբեջանա-թուրքական տանդեմի այսպես խոսույթին համապատասխան, այս խմբակը գործում է նույն տեքստերով, նույն հայտարարություններ, ինչ որ հնչում են այդտեղից նույն հայտարարություններով, նույն մեղադրական ոճն էլ է նման, այսինքն նմանությունները մեկին մեկ են, այսինքն ընդեղ հնչող մեղադրանքների և կոչերի, որ պիտի հայրաքելական սուտ եկեղեցու դեմ այդ արշավը կազմակերպի, նույն ձեռագրով այս իշխանությունները նույն ոճով գործում են, սա հայտարարություն է, առաջին քրիստոնյա ազգը ամբողջ աշխարհում հայտարարական լինում եւ սա անում են մի իշխանություններ, որով պատրաստ է Ալիևի եւ Էրդողանի բոլոր ցանկությունները, երազները, իղձերը իրականացնել եւ ես ցավով եմ ասում, որ մեր հոգևոր Բարձրաստան, ոչ միայն հոգևոր Բարձրաստան դասի ներկայացուցիչներն են կայում, այլ քահանաներ են այդ գործի շրջանակներում ձերբակալվում, անընդհատ թիրախում հայտնվում են, փորձում են նաև ներսից քանդել եկեղեցին, ներսից այդ պրոցեսները ուղղորդվում եւ իբր չգիտեմ, չակերտավոր է իրավապաշտպաններ են, ես չգիտեմ ինչեր են, որոնք որ պիտի զբաղվեն քաղբանտարկյալների գործով, այս գործով ոնց որ գործ տվողների շրջանակում, այսինքն իրանք են ուղղորդում իրավապահ համակարգին, որ այս կամ այն հոգևորականների նկատմամբ քրական գործեր հարուցում։ Պարոն Դանիելյան, սա հերթականներ թե վերջիններ է ձերբակալությունը ձեր կարծիքով հոգևոր դասում, որովհետև կարծես թե նկատվում է այսպես լռություն մայր եկեղեցու կողմից, այսպես ոչ համարժեք գործողություններ։ Խոսում են, որ հաջորդը կարող են գնալ Սյունիք, այնտեղ ստուգել, բայց այդպես էլ մայրաթուռի շնչեցին համարժեք պատասխաններ։ Բագրատ եւ Միքայել Սրբազանների գործից պարզ է դառնում, որ իշխանությունները այդ ոճն են որդեգրել, այդ ձևով են պայքարը սկսել, չնայած նոր չէ պայքարը եկեղեցու դեմ, 18 թվականին ձեզ հիշեցնեմ նոր Հայաստան, նոր Հայրապետ իրենք այդ լոզունգներով հայտնի իրենց այդ չգիտեմ ակցիաները բանը որ իրականացնում էին, հետո կամաց սրբազաններ եւ ես շատ մեծ մտավախություններ ունեմ, որ սրանով իրենց ապազգային անհայրենիք գործունեությունը չի ավարտվելու։ Վաղը միսօր ուրիշ հոգևորականների են ներգրավելու։ Իսկ ինչ է սրանց մոտ ինչ որ սրբությունների բանի կարմիր գծեր չկան։ Եվ կարող է Սյունիք էլ գնան, կարող է ուրիշ թեմեր էլ գնան, ուրիշ եկեղեցականների թիրախավորեն, ուրիշ գործերի շրջանակներում այսպես չգիտեմ փորձեն տարբեր գործեր իրար կարել, կապել, եսի ինչ անել, մեկին չգիտեմ ահաբեկիչի գործով, մեկին չգիտեմ այլ գործերով, մեկին հարահավաքի գործով, ասինքն իրենք պատրաստի այդ բուրգը կառուցել են, որ ցանկացած պահի, ցանկացած ժամի կարող են ցանկացած բանի վրով գնալ եկեղեցու ներսում մի գործողություններ անել, որ անգամ մոնղոլ թաթարները իրենց տենց բան փոխեն։ Պարոն Դանիելյան, բայց քննչական կոմիտեն այսպես այդ խոզարքության հաղորդումներում արգրաված իրեր հրապարակեց, այնտեղ կային դոլարներ, դրամներ, եվրոներ, ռուբլիներ ու իշխանության ռոպագանդան այսպես խոսք կային, որ որտեղից հա այս գումարները։ Այսինքն ինչ է, պիտի մարդու ձեռը գումար չլինի, այսինքն եկեղեցականի ձեռը հոգևոր սպասավորի ձեռը պիտի գումար չլինի, Դե իրենց հարուցած, այո, քրեական վարույթի շրջանակում են գտել, դե հոդվածը գիտենք, որ հարկադրել են գումարով։ Գումար կա, պիտի տանեն բան անեն, քրեակատարողական հիմնարկ, այդ պարզ չի, որ հայ առաքելական սուրբ եկեղեցու տարբեր դասի հոգևոր առաջնորդների գումար կլինի մոտները, բա այդ իրենց թեմի ուրեմն կարիքները բանջով են հոգում, ասենք ծախսեր կա, տնտեսական ծախսեր կա այնտեղ, ուրիշ վերանորոգման ծախսեր կա, այլ ծախսեր կա, այսինքն գումար գտնելը դա ինչ որ բան է, մեղսագրվող հանցագործություն է,
Վաղ միսօր կարան լրագրողների մոտից էլ գումար գտեն, ասեն եվրո, դոլար կամ պատգամավորի տնից արգրավել են դոլար, եվրո կամ աբսուրդ է, չէ՞։ Դա աբսուրդի ժանրից է։ Չնայած մենք արդեն չենք սարմանում Հայաստանում նման կարովի գործերով, որ գործը հասնում է դատարան, բայց սա էլ աբսուրդի ժանրից է։ Այսինքն դա որևէ մի քննադատության չի ենթարկվում, այսինքն դա աբսուրդ է, եթե քանչագործությանը առարկան ինչ-որ դրամական միջոցն է, որ մարդու կամ աստվածաշունչ, այնտեղ աստվածաշունչ է կարգավորել պայքարի շրջանակներում կոշիկի մեխ էին գտել, եռանկյունի նշան, չգիտեմ, ծուխ եւ Երևան քաղաքի քարտեզ եւ դրանով փորձում էին ասել քրեական գործ կար։ Չեն էլ ամաչում ձվածեղ սարքելու գործը կցել են որպես ահաբեկչության գործ։ Դուք պատկերացնում եք աբսուրդի աշտանը։ Սա աբսուրդ է, անհեթեթություն է, հիմարություն է, սա տիկիտության արդյունք չի։ Այսինքն այնքան սնանկ է սրանց մեղադրողական բազան, սնանկ է, չկա դատար կա, որ կարան, չգիտեմ, մարդը որ գլխարկով լինի, ասեն գլխարկա դրել հատուկ պատրաստելու ահաբեկչության կամ ակնոցները հատուկ հարմարեցրել դրա համար կամ չգիտեմ, էլի այս կարգի աբսուրդի ժանրից այս կարգի տգետ չեն իրանք այդ խոսքը իրենք տգետ չեն։ Իրենք կոնկրետ ծրագիր են իրականացնում եւ այդ ծրագրի շրջանակներում բոլոր, տեսեք, խոսքս ավարտեմ կներեք, տեսեք, որդեկորից ծնողներ, անհայտության մեջ գտնվող մարդկանց հարազատներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակության բոլոր շերտերին այս մարդիկ մի բան ունեն ասել։ Մենք ստեղծում ենք 4-րդ հանրապետությունը, այդ 4-րդ հանրապետությունը չի լինելու հայկական։ Այս սա լինելու 4-րդ հանրապետության ուզում են հիմքերը դնեն, բայց իրենք չի հաջողվելու այդ ամեն ինչը ձախողելը, որովհետև հայ մարդը արդեն հասկացել է այդ գործը։